Մենք մինչ այս համակարգված աստվածաբանության առարկաներն ենք ուսումնասիրում, իսկ հիմա գործնական աստվածաբանության առարկաներին կանցնենք, խնամքի աստվածաբանությունը կամ հոգատարության աստվածաբանություն։ Ինքը կարծես աստվածաբանության այս այնպիսի առարկաները, որոնք աստվածաշնչի տարբեր ոլորտները, Աստծու դրսևորումները, եկեղեցին, հրեշտակները, ամեն ինչի ավարտը, փրկաբանությունը, սրանք ուսումնասիրելուց հետո մենք ոնց որ իջնում ենք գործնական մակարդակի եւ անցնելու ենք խնամքի, այսինքն այդ գործնական աստվածաբանության դասերից մեկը հենց խնամքի աստվածաբանություն է կոչվում եւ այսօր նախաբանն է ներածական դասը եւ ես ուզում եմ սկսել ընթերցումով Աստվածաշնչի Հովհաննեսի ավետարան 13-րդ գլուխ 34 եւ 35 խոսքերը շատ հայտնի խոսքեր Տեր Հիսուսը ասում է իր աշակերտներին ձեզ նոր պատվիրան եմ տալիս որ սիրեք միմյանց ինչպես ես ձեզ սիրեցի դուք նույնպես միմյանց սիրեք եւ դրանով բոլորը կճանաչեն որ դուք իմ աշակերտներն եք եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք նոր պատվիրանի էությունը սա էր սիրեք իրար այնպես ինչպես ես ձեզ սիրեցի սիրելու պատվիրանը կար բայց նոր պատվիրանը Տեր Հիսուսի պես սիրելն էր եւ ասում էր այս սերն է որ ցույց է տալու իմ իրական աշակերտներին այս սիրով այս նոր պատվիրանին հնազանդվելով է որ երևալու են Քրիստոսի իրական եւ կեղծ աշակերտները եւ սա մենք պիտի հասկանանք որ սերը առանց գործերի եղել է մարդիկ որ ասել են սիրում եմ քեզ շատ եմ սիրում բայց հետո իրանց գործերով ճիշտ հակառակն են ցույց տվել օրինակ չգիտեմ ընտանիքի անդամներից թեկուզ երբ որ գալիս է ժառանգություն բաժանելու պահը այն քույր եղբայրները որոնք իրար շատ էին սիրում հանկարծ բացահայտվում է որ փողը ավելի շատ են սիրում կամ չգիտեմ աշխատավայրում երկու հոգի աշխատում են իրար հետ շատ մտերիմ են հետո երկուսից մեկը պիտի առաջ ընթաց ունենա ասենք ղեկավար պաշտոնի ու սկսում են պայքարել սա նշանակում է աշխատատեղը կամ չգիտեմ պաշտոնը ավելի շատ են սիրում քան իրար եւ պատրաստ չեն զիջելու հանուն խաղաղության եւ Տեր Հիսուսը ասեց որ հնարավոր չի սիրել առանց հնազանդության հնարավոր չի սիրել առանց գործերի եթե սիրում ես օրինակ մարդիկ ասում են ես ձուկ շատ եմ սիրում բայց պիտի բացատրես ձուկ ես սիրում թե ձուկ ուտել ես սիրում Որտեւ դրանք տարբեր բաներ են։ Ձուկ սիրողը, ասենք ձկներ է պահում, կերակրում է, ինքը ձկներին է սիրում, կամ կենթանասեր է, բայց եթե դու սիրում ես ուտել, դա չի նշանակում դու սիրում ես կերակուրը, ոչ թե իրան։ Դրա համար մարդիկ որ ասում են քեզ շատ եմ սիրում, պիտի հասկանանք իրանք սիրում են քեզ եւ ուզում են քեզ լավ լինի, թե իրանք սիրում են քեզ, քանի դեռ քեզնից շահ ունեն։ Շատ կսիրեն, եթե ինչ-որ մեկը քեզ եկամուտ է բերում, շահ է բերում, ծանոթ է, որ քո գործերն է դասավորում, իհարկե կսիրես իրան, բայց արդյոք դու սիրում ես այդ մարդուն, այլ ոչ թե իր դիրքը, իր ունեցվածքը, իր հնարավորությունները, իր պաշտոնը։ Աշխարհը այսպես է սիրում, Հիսուսն ասեց այդպես մի սիրեք։ Ես ձեզ չսիրեցի, որովհետև ինչ-որ շահ ունեմ ձեզանից։ Ես անգամ իմ կյանքը դրեցի հանուն ձեզ։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, Տեր Հիսուսը պատմում էր մի առակ, որ մի մարդ երկու որդի է ունենում։ Եվ այս երկու որդիներից մեկին ասում է գործ կա այգում անելու, որդիս, միայնակ չեմ հասցնում, կօգնես ինձ։ Եվ որդին ասում է այո ու չի օգնում։ Ասում է այո հայրը գնա հանգիստ, ես անպայման կանեմ այդ գործը ու չի անում։ Մյուսը ասում է կօգնես, ասում է ոչ, բայց հետո հայրը հեռանում է իր խիղճ իրեն տանջելով, ասում է իմ հայրը մենակ պիտի դա անի, գնում է ու անում է այդ գործը։ Եվ Տեր Հիսուսը հարց տվեց այս երկու որդիներից ո՞րն է հորը սիրում։ Նա ով ասեց այո,
թե նա ով արեց։ Բոլորը ասեցին, իհարկե նա ով արեց։ Տերը մեզ էր ուզում սովորացնել այս առակով, որ սերը միայն բառերով չի լինում։ Սերը պիտի դրսևորվի գործով։ Սիրելիներ, սիրո գործերը, եթե մենք ինչ-որ մեկին սիրում ենք, դա հոգատարությունն է և խնամքը։ Եթե չկա խնամք և հոգատարություն, ուրեմն դու չես սիրում։ Սերը հոգատարությունը և խնամքը։ Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ 10-14 խոսքերը։ Եթե իմ պատվիրանները պահեք, Տեր Հիսուսն է ասում, կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ Այս բաները ձեզ ասացի, որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այնքան կարևոր է, Տերը ասում է, այս պատվիրանները, որ ես ձեզ սովորեցնում եմ, չեմ սովորեցնում, որ դուք մի հատ բեռ ավելացնեք ձեր կյանքում, ծանրության տակ ապրեք։ Աստվածաշունչը ասում է, նրա պատվիրանները ծանր չեն։ Ասում է, ես այս պատվիրանները ասում եմ, որ դուք իմ ուրախությունը ունենաք։ Գրված է, ինչպես ես իմ հոր պատվիրանները պահեցի և նրա սիրո մեջ եմ մնում։ Եվ ես սա ասացի ձեզ, որ իմ ուրախությունը ձեր մեջ լինի և ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Սա է իմ պատվիրանը, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքը տալիս է իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես պատվիրում եմ ձեզ։ Մենք Քրիստոսի բարեկամներն ենք, եթե հնազանդվենք իրար սիրելու իր նոր պատվիրանին։ Եվ ասում է, ամենամեծ սերը նա է, որ դու կյանքդ դնում ես մեկ ուրիշի համար։ Ահա խնամքի աստվածաբանության մասին խոսելիս մենք պիտի հասկանանք, որ սերը, տեսեք, մենք կարանք ծառայություն անենք, ինչ-որ մեկին օգնենք, որովհետև, օրինակ, չգիտեմ, դա ճիշտ ես գտնում։ Ես միշտ ասում եմ, դու չես կարող ծառայել մարդուն, եթե իրան չես սիրում։ Ուղղակի չես կարող ծառայել։ Որովհետև կհոգնես, որովհետև ծառայությունը կյանք դնում ես ինչ-որ մեկի համար։ Դա նշանակում է դու տուժելու ես, որ իրան օգնես։ Դու քեզանից կտրելու ես, որ իրան մի բան ավելացնես։ Եվ եթե դու չես սիրում այդ մարդուն, դու չես կարող դա անես։ Կարող մեկ անգամ անես, երկուս անես, երրորդը կհոգնես։ Ամենաշատ տարածված օրինակը երևի շատերը, եթե ոչ բոլորդ երեխաներ ունեք և հիշում եք փոքր ժամանակ, իրանք մանավանդ եթե գիշերները չէին քնում, ինչ տառապանք են պատճառում ծնողներին։ Մեզ, չգիտեմ, մեր կյանքում մեր երեխաները բոլորն էլ գիշերը քնել են, բայց ես տեսել եմ մարդիկ, որ երեխա են ունեցել, որ ուղղակի գիշերները չէր քնում։ Ու եթե երեխան գիշերը չի քնում, ծնողները նույնպես չեն քնում։ Եվ սա տառապանք է, եւ դիմանում են, չեն տանում այդ երեխային տալիս ինչ որտեղ, ասում են հոգնել ենք այս երեխայից, տառապում են, բայց խնամք են տանում, մինչև մեծանա, մինչև փոխվի, մինչև այդ շրջանը անցնի իր կյանքից։ Գիտեք ինչու՞։ Եթե մեկ ուրիշը բերի այդպիսի երեխա տասի, մի ամիս պահեք, երեխայիս ինչ կլինի, ես չեմ դիմանում, դու ասես, բայց ինչի ես տառապեմ։ Բայց քո երեխային չես ասում ինչի ես տառապեմ, որովհետև քոնն է, որովհետև սիրում ես։ Եվ Տեր Հիսուս ասեց իրար այսպես պիտի սիրեք, չկա ավելի մեծ սեր, քան նա, որ իր կյանքը դնում է։ Եվ մենք իրար հանդեպ եւ մարդկանց հանդեպ պիտի այն սերը ունենանք, որով Քրիստոս իրանց սիրեց։ Պատկերացնում եք, ինչ որ մեկը, որ կա քո շրջապատում, որը հոգատարության ու խնամքի կարիք ունի, դու պիտի կարողանաս Քրիստոսի սիրով իրան սիրես։ Քրիստոսի սերը խնամք տվող, հոգատարություն տվող սեր էր, բայց Քրիստոսի սերը թույլ սեր չէր։ Ոչ ոք չէր կարող այդ սերը շահագործել։ Գիտեք ինչ է նշանակում սերը շահագործել։ Երբ որ մարդիկ մտածում են, որ դու իրանց սիրում ես, իրանք կարան քեզ օգտագործեն, քեզ շահագործեն։ Ոչ,
Տերը թույլ չէր տալիս, ինքը ուժեղ սեր էր, բայց անգամ իրան վատ վերաբերվողներին լավ էր վերաբերվում, բայց երբեք չէր թույլ տալիս, որ իրան քեզ կառավարեն։ Դրա համար մենք պիտի սովորենք այդ սերը։ Առաջին Հովհաննես 4 գլուխ 7-ից 12 խոսքերը։ Սիրելիներ, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է։ Ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված եւ ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը։ Ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց եւ իր որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Ես կարծում եմ առաջին մասին բոլորս ենք համաձայն, որ Աստված մեզ այնքան է սիրում, որ իր որդուն է ուղարկել մեր մեղքերի համար զոհ լինելու։ Եվ մենք էլ, եթե սա հասկանում ենք, պիտի իրար սիրենք այս զոհաբեր սիրով։ 12-րդ խոսքն ասում է, Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել, եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա եւ նրա սերը մեր մեջ կատարյալ կլինի։ Իսկ 16-ից 21 հատվածում նույն գլխի կարդում ենք. Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է։ Ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Համարձակություն դատաստանի օրը կունենաս, եթե դու այդ սիրով, որով Տերն է մեզ սիրել, դու էլ սիրում ես մյուսներին։ Համարձակություն դատաստանի օրը։ Սիրո մեջ վախ չկա։ Կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա, եւ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա մեզ սիրեց։ Եթե մեկն ասի Աստծուն սիրում եմ եւ իր եղբորը ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։ Նույն առաջին Հովհաննես 3 գլխի 15-ից 18 խոսքերում հետևյալն ենք կարդում. ամեն ոք, ով իր եղբորը ատում է, մարդասպան է։ Եվ գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի։ Սերը սրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։ Ով այս աշխարհի բարիքներն ունենա եւ իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի եւ իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպես կարող է ապրել։ Որդիակներ, խոսքով եւ լեզվով չսիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Ինքան պարզ է։ Տեսնում ես մեկը կարիք ունի։ Գիտեք, սրա մյուս ծայրահեղությունը կա, որ բոլորը կարիք ունեն, մենք բոլորին չենք կարող օգնել, բայց դու գիտես քո հնարավորությունը։ Ինչ որ մեկը կարիք ունի եւ երբեմն այդ կարիքը նյութական, ֆինանսական կարիք է, որ մեր հնարավորության չափով պիտի օգնենք, երբեմն այդ կարիքը նյութական չի, ուղղակի պիտի իրեն քաջալերանք է պետք, իրեն խորհուրդ է պետք, ուղղակի իր կողքը լինել է պետք։ Դու պիտի զգաս մարդու կարիքը։ Սերը բխում է մարդու կարիքից։ Ուշադիր եղեք, դա ցանկությունը չի։ Որտեղ մարդը շատ բան կարա ցանկանա։ Չգիտեք, երեխաները ոնց են ծնողներին մանիպուլյացիայի ենթարկում, եթե ինձ սիրում ես, այս ինչ բանը առ։ Ծնողը գիտի, իրան պետք չի ասել, որ ինքը առնի, եթե ինքը գիտի երեխան կարիք ունի, ինքը ման է գալի, որովհետև սիրում է, փնտրում է տարբերակներ, որ այդ կարիքը լրացնի։ Բայց մարդիկ կարան ոչ միայն երեխաները, մարդիկ կարան այսպես կան այդպիսի մարդիկ, որ սեր են քաշում քեզանից, զգույշ եղեք այսպիսի մարդկանցից։ Դու պիտի ճիշտ գնահատես մարդու կարիքը։ Երբեմն այդ սեր պահանջողների կարիքը ուղղակի իրանց ճիշտ խորհուրդ տալն է։
իրենց ճիշտ հոգևոր վիճակը ցույց տալը, իրենց համար աղոթելը, որ առաջին հերթին մանիպուլյացիայի մեղքից ազատվեն, բայց դա չի նշանակում, որ իրանք կարիքի մեջ չեն։ Եվ մենք ունենք հնարավորություններ։ Ամեն մեկս ունենք հնարավորություն ինչ որ մեկին օգնելու։ Եվ եթե քո մեջ Քրիստոս բնակվում է, դու իրան հավատացել ես, իրան ընդունել ես որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ, դու իր աշակերտն ես, դու ասում ես ես հավատում եմ քեզ։ Ոչ թե այն ձևով, որ հայ քրիստոնյաների մեծամասնությունն է հավատում եմ քեզ, որ դու կաս։ Ոչ, Աստվածաշունչը ասում է, դա բավարար չի, հավատում եմ, որ քո ասածները ճշմարիտ են, հավատում եմ, որ քո խոսքը ճշմարտություն է, եւ ես ուզում եմ քո խոսքով ապրել։ Հետո այդ նոր պատվիրանն է գալիս։ Եթե ինձ հավատում ես, առաջին բանը, որ պիտի փոխես քո կյանքում, կարիքի մեջ լինողին սեր ցույց տուր, սիրիր իրան։ Ինչպես ես քեզ սիրեցի։ Եվ այս խոսքերը, երբ որ ես հասկանում եմ, ինչքան է Տերը ինձ համբերել, ինչքան է Տերը ինձ ներել, ինչքան է ինձ օգնել, երբ որ ես իր կարիքն եմ ունեցել։ Ես հասկանում եմ, որ այդ մարդը, որ սխալ է պահում իրան իմ հանդեպ, իմ սիրո կարիք ունի։ Ընդհանրապես ձեզ մի գաղտնիք ասեմ, այն մարդիկ, որ ամենաշատն են ցավեցնում ձեզ, իրենք ամենաշատ օգնության կարիք ունեն։ Իրանք ամենաշատ օգնության կարիքն ունեն, բայց գուցե դու պիտի նայեք, երբ որ դու խնամքի մասին ես մտածում, հոգատարության մասին ես մտածում, պիտի գնահատես իր կարիքը, պիտի գնահատես քո հնարավորությունը։ Վերջերս մի հրաշալի եղբայր ինձ զանգել էր, ասում էր, իմ սիրտը ցավում է այն մարդկանց համար, որոնք վիրահատության գումար չունեն։ Գիտեք, երևի ինտերնետով որքան են տարածում այդ խնդրանքները ու բավականին մեծ գումարներ են։ Ինքը ինձ ասում էր, ես ուզում եմ վարկ վերցնեմ ու օգնեմ այդ մարդկանց, ասեցի չանես այդպիսի բան։ Ասենք մեկին օգնեցիր, հետո բա քո ընտանիքը։ Դրա համար մենք պիտի տեսնենք կարիքը եւ գնահատենք մեր հնարավորությունը։ Ինչ կարող եմ ես անել, որովհետեւ այդպիսի կարիք ունեցողները շատ են, դա պետության գործն է։ Այսինքն եթե դու հնարավորություն ունես, օրինակ միլիարդատեր ես կամ միլիոնատեր ես եւ կարաս բարեգործական ընկերություն բացես, ամեն մի վիրահատություն, ասենք $75,000 կամ $100,000, չգիտեմ, արտասահմանում կարող ես մուծել, իհարկե պիտի անես դա։ Բայց եթե դու ունես մի հատ տուն, երեխաներ փոքր, որոնց պիտի խնամես եւ քո տունը վաճառես ու տաս ինչ-որ մեկի, այդտեղ պիտի Աստծուց հայտնություն ունենաս, որ դա անես։ Քո հնարավորությունը պիտի գնահատես։ Չպիտի մենք էմոցիաների տակ, զգացմունքների տակ այսպիսի որոշումներ կայացնենք, որովհետեւ մենք ունենք պարտականություններ։ Բայց դա չի նշանակում մեր գութը պիտի փակենք մարդկանց առաջ, ում կարող ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել։ Ով այս աշխարհի բարիքները ունենա, նայենք Աստծո խոսքին, ունես օգնելու հնարավորություն։ Եվ իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծո սերը այդպիսի մարդու մեջ չի կարող բնակվել։ Որտեղ ինքը ավելի շատ ինքը ունի հնարավորություն եւ չի անում դա։ Ունի հնարավորություն, բայց խիղճը փակում է։ Եվ սիրելիներ, սա ֆինանսն է ներառում, բայց միայն ֆինանսը չի սա։ Մեր շուրջը շատ մարդիկ շատ կարիքներ ունեն, տարբեր կարիքներ։ Ու մենք պիտի հասկանանք ինչա խնամքը, ինչա հոգատարությունը։ Եվ ամենակարևորը, այս վերջի խոսքերը, եթե մենք խնամքի աստվածաբանությունն ենք ուսումնասիրում, այս վերջին խոսքերը, որ ընթերցեցի, սրանք ամենակարևորն են, չսիրենք խոսքով, չսիրենք լեզվով, այլ գործով եւ ճշմարտությունով։
Գաղատացիս 6-րդ գլխի 2-րդ խոսքում ասում է իրար բերը վեր առեք, իրար բերները թեթևացրեք եւ սրանով Քրիստոսի օրենքը կատարեք։ Տեսնում ես մեկը ծանր բերի տակ գնում է։ Դա կարա լինի, չգիտեմ, դեպրեսիայի բերը, դա կարա լինի ընտանեկան հոգսերի բերը, դա կարա լինի ֆինանսական հոգսերի բերը։ Մի փոքր, ինչքան ես կարողանում։ Կարողանում ես մի օր իր սնունդը ապահովել։ Ուրախացրա իր սիրտը, մեկ օր իր սնունդը ապահովելով։ Կարողանում ես չունես ընդհանրապես այդ հնարավորությունը, բայց մտածում ես ես այցելեմ քաջալերական խոսք ասեմ, աղոթ կանեմ իր համար։ Կարող ես դա անել։ Բեր թեթևացնում ես, մարդիկ կան բեր են թեթևացնում։ Գիտեք հայտնի խոսքերը, մարդ կա աշխարհն է շալակա ստանում, մարդ կա շալակն է ելել աշխարհի։ Մարդիկ բաժանվում են երկու մասի։ Ոմանք բեր են թեթևացնում, ոմանք բեր են դնում։ Եվ Քրիստոսի աշակերտները բեր թեթևացնող են, ոչ թե բեր դնող։ Սա շատ կարևոր է որ հասկանանք։ Առանց գործերի սերը կեղծավորություն է։ Ինչու էր Տերը Եսայի մարգարեից մեջ բերում էր կատարում ու ասում էր, հիշում եք, այդ մարդկանց կեղծավորներ էր ասում։ Կեղծավորներ, նրանց սիրտը հեռացած է ինձանից, նրանք իրենց շուրթերով են միայն ինձ պատվում։ Աստծու հանդեպ մեր սերը, հիշում եք, մենք Աստծու բեռները ոնց թեթևացնենք։ Աստված միայն մեկ հոգս ունի, մարդկանց փրկությունը, ուրիշ հոգս չունի։ Ոչ ֆինանսական խնդիր ունի, ոչ առողջական խնդիր ունի, ոչ ընտանեկան խնդիր ունի, ինքը մեկ խնդիր ունի, մարդկանց իր ստեղծած թանկ ու սիրելի մարդկանց կորուստը եւ նրանց կորուստից հետ բերելը իր ամենամեծ խնդիրն է։ Ուզում եք Աստծու բեռը թեթևացնեք։ Մասնակից եղեք ավետարանի տարածման գործին։ Մասնակից եղեք Աստծու արքայության գործին։ Ինչն է խանգարում, հանեք ձեր կյանքից, ապաշխարեք, դարձեք Քրիստոսի աշակերտ, ապրեք սրբության կյանքով, օրինակ ձեր շրջապատի համար եւ մյուսներին ցույց տվեք փրկության ճանապարհը, թե ձեր ապրած կյանքով, թե ձեր արժեհամակարգով, թե ձեր ապրած կյանքի սկզբունքներով եւ թե խոսքի քարոզությամբ։ Տեսեք վերջինը ասացի խոսքի քարոզությունը, որտեվ եթե դու չես ապրում այդ կյանքը, հակաքարոզչություն է լինում։ Մեկը վատ կյանքով է ապրում, ասում ապաշխարեք, անպայման դարձեք հավատացյալ։ Սա իրան նայողը հերրու կփախնի եկեղեցուց էլ Քրիստոսից էլ։ Առանց գործերի սերը կեղծավորություն է։ Քրիստոնեական կյանքի եւ Աստծո հետ հարաբերության կենտրոնը սերը եւ հոգատարությունն է, սերը եւ խնամքը։ Մենք, սիրելիներ, բոլորս ունենք խնամքի կարիք։ Մեր կյանքի տարբեր ոլորտներում մարդը այդպես է ստեղծված։ Ինքը կարիք ունի, որ ինչ որ մեկը իր համար խնամք տվող լինի, հոգատարություն ցուցաբերող լինի։ Եվ մարդը այդպիսի մի Աստված է տենց ստեղծել, ինքը սիրող էակ է, ինքը խնամք տանող էակ է, մի ինչ որ բանի հանդեպ պիտի նվիրվի ու հոգ տանի։ Իրականում Աստված ստեղծել է մեզ, որ մենք իրար համար հոգ տանենք, իր ստեղծած արարչագործության համար հոգ տանենք։ Հիշում եք Ադամին, որ արարեց, Ծննդոց 2:15-ում գրված Աստված դերձրեց մարդուն, դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նա այն մշակի ու պահպանի։ Հոգատարություն։ Բայց նաև մարդկանց հանդեպ պիտի հոգատարություն լիներ։ Տեսել եք մարդիկ, որ մարդկանց հանդեպ հեչ հոգատար չեն, բայց օրինակ կենդանիների հանդեպ հիվանդագին հոգատարություն ունեն։ Մարդիկ կան, որ արվեստի գործերի հանդեպ հիվանդագին հոգատարություն ունեն։ Ամեն մեկը մի բանի հանդեպ։ Ինքը նվիրվում է, մարդը մի բանի պիտի նվիրվի։ Անկամ աթեիստները, որ Աստծուն չեն հավատում, ես տեսել եմ աթեիստ, որ ինքը ամբողջ սրտով նվիրված է աթեիզմին։ Աթեիզմի գաղափարները իր համար թանկ են։
ինքը հոգ է տանում, որ հանկարծ քրիստոնեությունը չհաղթի աթեիզմին։ Մարդը մի բանի համար պիտի հոգ տանի, բայց մենք ենք որոշում ինչի համար ենք հոգ տանում։ Ինչն է մեզ համար թանկ, նվիրումը, որ ոլորտում է, կենդանիների, արվեստի, փիլիսոփայության, այլ արժեքների, թե Աստվածաշունչը ասում է ամենամեծ արժեքը այս տիեզերքում իմ արարչագործության թագը դա մարդն է։ Որ մենք մարդուն չենք գնահատում։ Ես ինքս իմ երկրորդ մասնագիտությունը բնապահպանությունն է, եւ երբ որ ես համալսարանում սովորում էի, հատուկ ժամանակ հավատքի մեջ էի ու հատուկ ուսումնասիրել եմ բնապահպանությունը Աստվածաշնչում եւ անգամ այս բնապահպանական աստվածաբանություն կա, որ Աստված որքան է կարևորում, որ մենք իր ստեղծածը ճիշտ օգտագործենք, չփչացնենք, ինչպես այսօր մարդը փչացնում է բնությունը։ Բայց եթե դու Աստծո ստեղծածը գնահատում ես, առաջին հերթին պիտի գնահատես իր ստեղծածի գագաթնակետը, որ մարդն է, եթե մարդուն չես գնահատում, թե մարդը քո համար արժեք չունի, չեք զգացել այսօր, ասենք 1 միլիոն զոհ էս կողմը, 1 միլիոն զոհ էս մյուս կողմը, ով է մտածում դրա մասին, այնքան հեշտ այսօր մարդկային կյանքը կար ու չկա։ Քարոզչությունը եկել է այստեղ, մարդիկ այլևս ցավ չեն ապրում մարդկային կորստից։ Արժեքը մարդու իջել է։ Բայց գոնե մենք քրիստոնյաներս չպիտի ընդունենք այդ քարոզչությունը մեր մեջ։ Մենք պիտի գնահատենք մարդուն, որովհետև Աստված գնահատում է։ Աստված թանկ է գնահատում, այնքան թանկ, որ ամեն մի մարդու համար, քո ճանաչած ամենավատ մարդու համար ինքը իր որդուն է զոհել, որ այդ ամենավատ մարդը չկորչի, չկործանվի, այլ դարձի գա ու կյանք ունենա։ Խնամքը մարդկային տառապանքի բեռը թեթևացնելն է։ Գիտեք, որ մեր շրջապատում այնքան շատ է տառապանքը, քո ծանոթների մեջ, քո բարեկամների մեջ, քո ամեն մեկ ունի իր ազդեցության շրջանակը, որտեղ եթե չեմ սխալվում, մի սոցիոլոգիական ուսումնասիրություն ասում էր, որ սովորական մարդու, կան շատ հայտնիներ, կան շատ միայնակ մարդիկ, բայց սովորական միջին վիճակագրական մարդու շրջապատում 40-ից 50 հոգի ազդեցության շրջանակ կա, որոնց այդ մարդը շփում ունի օրվա մեջ, կապ է պահպանում, այսինքն մտերիմ կապի մասին չի խոսքը, վաճառողը, վարորդը, հարևանը, չգիտեմ, աշխատակիցը, մոտավորապես 40-ից 50 հոգի։ Եթե դու կարաս մեկ հոգու խնամք տանես, եթե ամեն Քրիստոսին հավատացող մեկ հոգու խնամք տանի, իր տառապանքը թեթևացնի, չեմ ասում նենց անի, որ այդ մարդը չտառապի, այսքան փոքր իր չափով թեթևացնի, սա նշանակում է դու քեզանից պիտի կտրես իրան տրամադրես, թեկուզ ժամանակ, թեկուզ ֆինանս, թեկուզ, չգիտեմ, հոգատարություն, դու պիտի իրան տրամադրես։ Եվ սա մեր Տիրոջ ուսուցումն է, իմ նման սիրեք։ Եվ դրանով կերևա, որ դուք իմ աշակերտներն եք։ Սեր տալու համար նախ պետք է ունակ լինես այն ընդունելու։ Եվ շատ կարևոր է ապաշխարությունը։ Եթե դու Աստծուց սեր չես ընդունել, եթե դու չգիտես, չես պատկերացնում, որքան հոգատար է ինքը, մեր հաջորդ դասը հենց սրա մասին է լինելու, Աստծու խնամքը իմ և քո հանդեպ, Աստծու խնամքը մարդու հանդեպ, ինչքան հոգատար է ինքը։ Եվ մարդիկ երբեմն չհասկանալով, թե ինչու է տառապանքը հայտնվել այս աշխարհում, ինչու է չարիքը եկել այս աշխարհ,
ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեղադրում են Աստծուն։ Եթե Աստված բարի լիներ, իմ հետ սա չէր կատարվի։ Մենք հաջորդ դասին հենց սրան ենք անդրադառնալու ու տեսնելու ենք, որ Աստված բարի է, այդ մենք ենք չար։ Մարդն է չար։ Մարդն է, որ իր անհնազանդությամբ դուռ է բացում սատանայի առաջ, որովհետև հոգևոր աշխարհը մենակ Աստված չի։ Հոգևոր աշխարհում կա խավարի ուժեր եւ բարու լույսի թագավորություն։ Եվ չարիքը մեր կյանքում հայտնվել է, որ մարդը, Ադամը եւ Եվան իրենց տրված իշխանությամբ բացեցին դուռը մեղքի առաջ։ Եվ մեղքը մտավ։ Մեղքի հետ միասին տառապանքը, մահը։ Բայց Աստված այնքան է սիրում մեզ, որ ուղարկեց իր որդուն, որ շտկի այդ իրավիճակը եւ գրված է, որ ինքը հաղթեց։ Եվ դժոխքի ու մահվան բանալիները իր ձեռքում են։ Եվ մենք իրեն հավատացողներս պիտի հասկանանք։ Մենք ժամանակավոր այս չարիքի մեջ ենք ապրում, բայց մենք չարիքի կանոններով չպիտի ապրենք։ Մենք Քրիստոսի կանոններով պիտի ապրենք։ Խավարի կանոններով չպիտի ապրենք։ Մենք լույսի կանոններով պիտի ապրենք։ Եվ կարծում եմ այս դասընթացը խնամքի աստվածաբանություն թեմայով շատ օգնելու է, որպեսզի մենք հասկանանք, մենք իրականում սիրում ենք թե ոչ։ Մենք իրականում Քրիստոսի աշակերտներն ենք թե ոչ։ Եվ եթե դու պատրաստ ես քո կյանքը դնելու, դու չես կարող սիրել։ Եվ պիտի չընկնենք ծայրահեղության մեջ, որ այս շատ զգույշ եմ լինելու, որովհետև այստեղ ծայրահեղության մեջ ընկնելը շատ հեշտ է։ Դու մարդիկ զգացմունքայինորեն ընդունեն սա ու մտածեն, որ իրանք պիտի չապրեն։ Ոչ, Աստվածաշնչում գրված է կենդանի զոհ։ Կենդանի զոհ, որ դու իմանում ես ոչ թե այդ մարդու կամքը, ինքը ուզում է սա, այլ դու իմանում ես Աստծու կամքը, Աստված ուզում է, որ ես սա անեմ, թե ոչ։ Ես իմ կյանքից պատմել եմ այս օրինակը, չգիտեմ, մի քիչ բան օրինակա, բայց քանի որ ուսուցողական է, պատմեմ ոչ թե ասելու համար, որ ես օգնել եմ ինչ-որ մեկին, այլ այն դասը, որ քաղել եմ, ինչ-որ մեկին օգնում էի, անընդհատ ինձանից պարտքով փող էր ուզում, ես էլ տալիս էի, եւ հերթական անգամ որ ուզեց, ես գիտեի, որ ինքը միշտ ասում էր կվերադարձնեմ։ Միշտ չէր վերադարձնում։ Ու միշտ ասում էր կվերադարձնեմ։ Ու հերթական անգամ արդեն ես հասկացա, որ ինքը ինձ այսպես շահագործում է, եւ աղոտ կարեցի, եւ աղոտքիս մեջ հստակ լսեցի Աստված ասես դուր։ Իմ տրամաբանությունը ասում էր ոչ։ Իսկ Աստված ասում էր դուր։ Հա, գիտեմ, ասում եմ, բայց ինքը խաբում է, ասում եմ, գիտեմ, ես քեզանից լավ գիտեմ, որ խաբում է։ Իհարկե տես չեմ լսում, բայց իմ ներքին ձայնը չի փոխվում, սենց իմ սրտում, էսա դուր։ Աստված չգիտի, գիտի, այդ մարդը կարիքի մեջ է։ Դուր։ Դրա համար ուզում եմ այս հատվածը կարդալ Հռոմեացիս 12-րդ գլուխ առաջին երկու խոսքերը Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը, ձեր մարմինները, ձեր կյանքը Աստծուն զոհ պիտի լինի, բայց կենդանի եւ սուրբ եւ աստվածահաճո։ Ինչ է նշանակում կենդանի զոհ։ Աստված չի ուզում դու մեռնես։ Իհարկե կլինի ժամանակ երևի Աստված կասի հանուն սրա գնա կյանքդ դուր, դա իր կամքն է արդեն, բայց մենք չպիտի որոշենք։ Ինքը պիտի ասի, ինքը ասում է, ես ուզում եմ դու ապրես, ինձ երկրի վրա մարդիկ են պետք, որ իմ գործը շարունակեն, որ իմ սերը ցույց տան մարդկանց, ինձ երկրի վրա մարդիկ են պետք, որ ինչպես իմ որդին իր կյանքը դրեց, այնպես էլ դուք ձեր կյանքը դնեք, բայց ոչ թե զոհեք, այլ ապրեք որպես կենդանի զոհ։ Իսկ ի՞նչ է դա նշանակում։ Ասում է, դա ձեր հոգևոր պաշտամունքն է, դրանով երևում, որ դուք ինձ պաշտում եք, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այս աշխարհի նման մի արեք, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, թող ձեր միտքը նորոգվի, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, որն է բարին, հաճելին եւ կատարյալը։
Այդ մարդը ինձ չի կարա մանիպուլյացիա անի, այդ մարդը ինձ չի կարա շանտաժ անի։ Բայց երբ որ Աստված ասում է իմ կամքը սա է, ուրեմն իր կամքը սա է, մարդը չի ասում, մի մարդը չի ասում, հովիվը չի ասում, բարեկամը չի գալիս արցունքները աչքերին, մեկն էլ ինձ պատմում էր, ասում էր, այդպես գիտեք, գնում են Ռուսաստան, աշխատում են, ամբողջ տարին աշխատում են, հետո գալիս են, պատմում էր, ասում էր, այդպես աշխատել եմ, եկել եմ ձմեռվա ամբողջ վառելիքի, չգիտեմ, իմ ընտանիքի ծախսը կա, հարևանս եկավ իմ մանկության ընկերը, աղաչեց արցունքները աչքերին, ասեց գումարը տուր, երթվեց իր բոլոր ընտանիքի անդամներով, երեխեքով, երթվեց, ասեց մի քանի օրից վարկ եմ ստանում, կբերեմ կտամ հիմա շատ պետք է, ասում է տվեցի, հետո չի վերադարձնում, գնացի, ասեց դե մինչդեռ դու գնացել ես աշխատանքի, ես խաղամոլ եմ դարձել, կրվել եմ այդ գումարը ու հիմա տուր ինձ սպանի։ Ասում եմ, տամ սպանեմ, ինչ անեմ, ամբողջ տարին աշխատել եմ։ Արցունքներին մի հավատացեք, երթումներին մի հավատացեք, Աստծու կամքը խնդրեք։ Որտեւ էմոցիաներով որ օգնես, կկործանվես, բայց երբ որ Աստծու կամքը հասկանաս, խնդրես, նորոգվես քո մտքի նորոգությամբ, որ քննես Աստծու կամքը։ Ես իհարկե շատ բաներին ասա վերաբերվում, մեր կյանքի որոշումներին, սրբության կյանքին, չգիտեմ, ընտանիքին, երեխաներին, բայց ես խոսում եմ խնամքի վերաբերյալ, երբ որ պիտի որոշես ինչ որ մեկին սիրո գործերով խնամք անես, խնդրի Տիրոջ կամքը, որ հասկանաս։ Եվ կենթանի զո, երբ որ կզգաս, որ այո, դու ունես այդ հնարավորությունը, դու ունես այդ բարիքը, ինքն էլ ունի այդ կարիքը։ Եթե փակես, Աստծո սերը չկա քո մեջ։ Դու ունես հնարավորությունը։ Ընդամենը պիտի քեզանից մի փոքր կտրես, ու դու չանես, Քրիստոսի սերը չկա քո մեջ։ Շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք սա մեր կյանքում, ծառայության մեջ, ցանկացած ծառայության մեջ, որ մենք անում ենք Աստծուն։ Աստծուն ծառայել նշանակում է մարդկանց ծառայել։ Աստծուն սիրել նշանակում է առաջ քո եղբորը սիրել։ Մենք պիտի հասկանանք մարդու կարիքը։ Մարդը ունի հոգի, շունչ, մարմին, կամ ֆիզիկական կարիքներ, ասենք հիվանդ է մարդը։ Հատկապես Աստվածաշունչը ասում է առաջին հերթին հավատքի ընտանիքին, այսինքն եկեղեցու մեջ մենք պիտի այնպես անենք, որ ոչ մեկ անտեսված չմնա, առաջին հերթին, բայց ոչ միայն եկեղեցու, առաջին հերթին նշանակում է նախ այստեղ։ Եթե քո տանը սոված երեխա ունես ու դու գնում ես մյուսի երեխային կերակրելու, դու Աստծու կամքին հակառակ ես։ Նախ քո երեխային պիտի կերակրես։ Որքան էլ սա հնչում է մի քիչ մարդկանց ականջին խորտ կլինի, Աստված ասում է, եթե մեկը իր ընտանիքին խնամք չի տանում, հավատքը ուրացածը անհավատից էլ չար։ Առաջին հերթին քո ընտանիքին, առաջին հերթին հավատքի ընտանիքին, եկեղեցուն, բայց հետո նաև դուրսը, քո հնարավորությունների սահմաններում։ Շունչը, էմոցիոնալ խնդիրները, հոգին, հոգևոր կարիքը, ամենամեծ կարիքը, որ մարդը ունի, որ ինքը չի էլ զգում, բայց մենք դա գիտենք, դա փրկության կարիքն է։ Եվ մենք չպիտի կենտրոնանանք, մենք հույսի տուն ծառայություն ունենք, որ հույս փոխանցող ծառայությունը, այցելությունների ծառայությունն է, եւ ովքեր այդպիսի կարիքներ ունեն, դիմում են մեզ ու մեր ծառայողները այցելում են, բայց ամենամեծ կարիքը դա հացի կարիքը չի։ Ամենամեծ կարիքը դա փրկության կարիքն է, հոգու փրկության կարիքն է։ Ինչ օգուտ, Տեր Հիսուսն էր ասում, որ դու շահես ամեն բան ունենաս ու քո հոգին կորցնես։ Ինչ օգուտ քեզ։ Ավելի լավ ամեն բան կորցնես, հոգիդ շահես, քան հոգիդ կորցնես։ Հավիտենական փրկությունը կորցնես ու չգիտեմ այս աշխարհում հաջողված մեկը լինես։ Մարդու կարիքը, Աստծու կարիքը արդեն խոսեցի։ Հակոբոս առաջին գլուխ, կարծես, այո, ժամանակս լրանում է, Հակոբոս առաջին գլուխ,
16-ից 18 խոսքերը։ Մի խաբվեք, իմ սիրելի եղբայրներ, ամեն բարի շնորհ եւ ամեն կատարյալ պարգև վերևից է, իջած լույսի հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա։ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք նրա արարածների երախայրին լինենք։ Ամեն բարի շնորհ ու կատարյալ պարգև, ամեն բարի շնորհ ու կատարյալ պարգև Տիրոջից է։ Եթե դու հնարավորություն ունես ինչ-որ մեկին օգնելու, դա քո արժանիքը չի, դա պարգև է Տիրոջից։ Աստված մեզ հնարավորություն է տվել ինչ-որ մեկին օգնելու, խոսքով, քաջալերանքով, չգիտեմ, մխիթարությամբ, ֆինանսով, չգիտեմ, խորհրդով, ինչ-որ մեկի տառապանքը այսքան փոքր կարաս թեթևացնես։ Դա Աստծուց տրված պարգև է քեզ եւ շնորհ, որ դու պիտի կիրառես։ Սերը եւ խնամքը նույնպես պարգևներ են, որը մարդուն մարդ է դարձնում։ Աստված մեզ այսպեսին է ստեղծել։ Երբ որ դու քո գութը փակում ես մարդկանց հանդեպ, դու կորցնում ես քո մարդկային որակները։ Մենք բառ ունենք, չէ՞, անմարդկային վերաբերմունք։ Ինչ է դա նշանակում։ Անմարդկային վերաբերմունք։ Չկա սեր, չկա հոգատարություն, չկա խնամք, անմարդկային վերաբերմունք։ Մենք խոսելու ենք հաջորդ դասին արդեն ասեցի հոգատար Աստծու մասին, նրա խնամքի դրսևորումների մասին։ Նաև հետագա դասերի մեջ խոսելու ենք մեր պատասխանատվության մասին, մեր խնամքի ոլորտների մասին, թե ինչ ոլորտներում կարող ենք խնամք տանել եւ հիշեք, որ խնամքը ցանկությունով չի, խնամքը ծնվում է կարիքից։ Այս մարդը երբեմն մարդը կարա հիվանդ լինի, գնա բժշկի, ասի ինձ այս դեղը նշանակեք, տեսել եք այդպիսի հիվանդներ, ինձ այս դեղը նշանակեք։ Բժիշկը նայում ասում, բայց դու դրա կարիքը չունես։ Մեր ազգի մեջ չգիտեմ մի բան կա, առանց ստուգվելու վիտամին են խմում։ Ամերիկայից նվեր են ուղարկել, վիտամիններ։ Ստուգվեք, կարող է այդ վիտամինը ունես շատ է, հետո խմում ես ավելի վատ է լինում։ Վիտամին չի նշանակում լավ։ Պիտի ստուգվես ինչի կարիք ունես։ Նույնը սիրելիներ մենք վիտամիններ ունենք, ամեն մեկս այդ բարի շնորհը, պարգևը մեր վիտամիններն են, որ ունենք, որ կարանք տանք մյուսներին, բայց մինչև դու չես տեսնում իր կարիքը, իրեն մի լսի։ Աղոտ կարա, տես որն է իր կարիքը, եւ դուր ճիշտ վիտամինը։ Ես D եմ ուզում, քեզ B է պետք։ Ես քեզ B կտամ, ես B չեմ ուզում, չես ուզում, հաջողություն, ես քեզ չեմ վնասի։ Շատ տառապանք կա, ինձ դիմել են այդպես խաղամոլ երեխա ունեցող ծնողները, չգիտեն էլ ինչ անեն, այնպիսի շանտաժների, կսպանեմ ինձ, եթե փող չտաս խաղալու։ Ասում եմ, դու սպանում ես փող տալով։ Դու իրան սպանում ես փող տալով։ Ու դա շատ դժվար է, խնամքի աստվածաբանությունը մեզ մի դժվար տեղ է տանում, որտեղ դու պիտի բժշկի սառնասրտություն ունենաս, բայց նաև ծնողի հոգատարություն։ Կարծում եմ լավ առարկա ենք սկսում եւ հույս ունեմ, որ Տիրոջ օրհնությամբ այս բարդ թեման, որ թվում է շատ պարզ, բայց ինքը շատ բարդ թեմա է, Աստծու օգնությամբ մենք միասին անցնելու ենք սա եւ հասկանանք Աստծու կամքը։ Հիշեք, որ ամեն ինչ սկսվում է կարիքից։ Եթե սիրում ես մարդուն, նախ գնահատի իր կարիքը, մի լսի իր ցանկությունը, գնահատի իր կարիքը։ Եվ ուզում եմ ավարտել իմ հովվի Ռուբիկ եղբոր խոսքերով, այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ եմ սա ասում, բայց ճիշտ եւ ճիշտ այս թեմային է վերաբերվում։ Իր խոսքերը այդպես գրի եմ առել, անգամ մի գիրք կարելի է կազմել այդ խոսքերով, շատ հրաշալի խոսքեր են, բայց իմ առաջի գրառումը, որ արել եմ, որոշեցի, որ այդ ծառայությունը անեմ, հավաքագրեմ, թեվավոր մտքեր են դրանք հոգևոր Աստվածաշնչից բխած։ Առաջինը, որ գրի եմ առել, հետեւյալն է, եթե դու ծառայես մարդկանց, երբեք մենակ չես մնա։
եթե դու մարդկանց ծառայեցնես քեզ, ի վերջո մենակ ես մնալու։ Մարդիկ կարիք ունեն, որ իրենց կյանքում գան Քրիստոսի աշակերտներ ու ծառայեն, հոգ տանեն, խնամք ցուցաբերեն, բեր թեթևացնեն, տառապանքը քչացնեն։ Եվ սա մեր Տիրոջ հանձնարարությունն է, եւ նա եկավ, որ մեր տառապանքը թեթևացնի, մեզ ազատի մեր տառապանքից։ Ու մենք պարտավոր ենք, եթե նրան Տեր ենք ասում, հնազանդվենք իր նոր պատվիրանին, սիրեք իրար այնպես, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ սրանից մեծ սեր գոյություն չունի, եթե մեկը իր կյանքը դնում է իր բարեկամի համար։ Ասես դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ։ Կարծում եմ լավ սկիզբ ունեցանք եւ այս ներածությունից հետո հաջորդ 5 դասերը ավելի մանրամասն կքննարկենք այս թեման ըստ ոլորտների։ Հաջորդ դասը արդեն ասեցի հոգատար Աստծու մասին է լինելու, թե ինչպես է նա մեզ խնամք տանում։ Եկեք կանգնենք աղոթքի։ Շնորհակալ ենք մեր Աստված, քո սիրո համար, քո հոգատարության համար եւ քո պատվիրանի համար։ Քո պատվիրանը մեզ սահմանափակելու համար չի։ Քո պատվիրանը մեզ քո ուրախությունը փոխանցելու համար է։ Եվ տուր մեզ իմաստություն, որ փոխվի մեր մտածելակերպը, փոխվի իրար հանդեպ մեր վերաբերմունքը, փոխվի մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը։ Եվ մենք քո աչքերով նայենք իրար, եւ մենք քո աչքերով նայենք կորուստի գնացող մարդկությանը, քո աչքերով նայենք ազգերին, քո աչքերով նայենք մեծերին ու փոքրերին, հիվանդներին ու առողջներին, քո աչքերով նայենք հավատքի ընտանիքին, ծառայողներին, նորադարձներին, քո աչքերով նայենք մեզ ծառայողներին եւ այն մարդկանց, ում մենք ենք ծառայում։ Տուր մեզ, որ քո աչքերով տեսնենք եւ քո սերը ունենանք, եւ թող քո հոգին մեզ առաջնորդի այս օրհնյալ ընթացքի մեջ։ Աղոթում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։